Ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Իսկ շատ վիրավորական էր այդ արտահայտությունը։ Իմ համար շատ վիրավորական է, որովհետև ես իսկապես ընտրել եմ հանուն փոփոխության։ Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չընտրած ու վարչապետի հայտարարությունից վիրավորված Լուսինե Ավագյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումում Ավագյանը նշել է, որ ինքը ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացի է, եւ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդդիմադիր ուժերը ընտրակաշառքով են քվե ստացել, չի համապատասխանում իրականությանը, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը։ Հետևաբար քաղաքացին պահանջում է դատարանից պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել Լուսինե Ավագյանի հասցեին տարածված դրպարտություն համարվող փաստացի տվյալները, հերքման մեջ նշելով, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն մեջբերում եմ սուտ է։ Ավագյանը նաև պահանջում է, որ վարչապետը ներողություն խնդրի իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես Լուսինե Ավագյանին ընտրակաշառք ստացող անվանելու համար։ Ես իսկապես որպես իրավաբան զարմանում եմ, ինչու պետք է մի ամբողջ ժողովրդի հսկայական մասի, չէ՞ որ բոլորս գիտենք 50%-ը շեմնել չի հաղթահարել։ Մնացած մասին համարել հանցագործներ։ Փաստաբանն ասում է, որ թեև անհատական հայց է ներկայացրել վարչապետի դեմ, սակայն իր այս քայլով փորձում է վերականգնել ոչ միայն իր պատիվն ու արժանապատվությունը, այլ բոլոր այն քաղաքացիների, ովքեր օգտվելով իրենց ընտրական իրավունքից ձայն են տվել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմադիր որևէ ուժի։ Հիշեցնենք, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում միայն ընդդիմադիր 3 ուժերի՝ Ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի եւ ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր շուրջ 550,000 ընտրող։ Եվ նորմալ է յուրաքանչյուր երկրում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ընտրի իշխող կուսակցությանը։ Հետևաբար ինչ։ Այդ մարդիկ հանդիսանում են ռուսամետ կամ եվրոպամետ կամ կաշառք վերցրած։ Իդեպ հունիսի 11-ին կառավարությունում արված իր հայտնի հայտարարությունը վարչապետը 6 օր անց փոքր-ինչ խմբագրել էր, թերևս փորձելով մեղմել նախկինում արված պնդումը։ Նա անդիմությանն արդեն մեղադրել էր ոչ թե 100, այլ 70%-ով ընտրակաշառքով ձայն ստանալու մեջ։ Ես պաշտոնապես ասում եմ, աչքաչափով էլ երևում, որ այդ երրագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացած ձայներ են։ Փողով ստացած ձայներ են։ Տոկոսը հաշված է 70-ը, տենց հստակ հաշվել են 70% ընտրակաշառքով, 30-ը ոչ ընտրակաշառք։ Իսկ ասել է, որ այս 30-ից ներողություն եմ խնդրում, որ նախկինում ասել եմ ընտրակաշառքով։ Դե հուսանք այս հայցով կհասնենք դրան։ Ես այդ խմբագրմանը ծանոթ չեմ, բայց դա ծանոթ ոչ է։ Բայց այդ ոչն էլ չոր իրավաբանության տեսանկյունից չաշխատող է։ Նախ որտեղից որոշեցին, որ 100% իմպերատիվ դարձավ 30-ից 70 հարաբերակցության մեջ, գուցե երբ որ ես հաղորդում եմ տվել ոստիկանությունից դրանից հետո։ Իդեպ դատարան դիմելուց բացի փաստաբանը նաև հաղորդում էր ներկայացրել դատախազություն, նշելով, որ վարչապետի հայտնի հայտարարությունը հանցագործության տարրեր է պարունակում։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր քննչական կոմիտե, սակայն քննիչը մերժել է վարույթ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով։ Մարդկանց մեղադրում են հանցանք կատարելու մեջ, իսկ ընտրակաշառքը դա բավականին կեղտոտ հանցանք է իմ գնահատմամբ, քանի որ օրինակ մեր երկրում 5 տարի շարունակ գոնե մեկ անգամ են հարցնում քաղաքացու կարծիքը, հետո ինչ է լինելու քո պետության հետ։ Ինչու պիտի դու մարդկանց հավասարացնես այն ցածր նիշին, որ բոլորը ունակ են ընտրակաշառք վերցնելով իրենց ձայները վաճառելու։ Զրպարտությունը հերքելուց եւ ներողություն խնդրելուց բացի քաղաքացին միաժամանակ վարչապետից պահանջում է 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Եթե դատարանը հայցը բավարարի, Լուսինե Ավագյանը վարչապետի փոխանցած գումարը մտադիր է տրամադրել այն ընտանիքներին, ովքեր այսօր տուն չունեն։ Ըստ Ավագյանի, Արցախից տեղահանված այդպիսի մի ընտանիք էլ այս պահին ապրում է իր հայրական տանը։ Մարդը իրապես կարող է չընտրել քաղաքացիական պայմանագրին եւ ունենալ դրա համար արդարացված հիմնավորում, քանի որ ընտրության իմաստը հենց դա է, հենց բառը նշանակում է ընտրություն։ Ինչպես կարելի է առանձնացնել, այսպես կիսել հասարակությանը։ Եթե մենք խոսում ենք սիրուց, եթե մենք խոսում ենք սրտիկներից, եթե մենք խոսում ենք համերաշխությունից, ո՞րն է այդ համերաշխությունը։ Այդ համերաշխությանը ինչպես են հասնում, բաժանելով։
Օրերս գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ արդեն ուղարկվել է դատարան։ Հաստատված մեղադրական եզրակացություններով անցնում է 153 անձ, որոնց մեծ մասը մեղադրվում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրողների ազատ կամ արտահայտմանը խոչընդոտելու համար։